Վրացական, ռուսական, ապա նաև հայկական մի շարք լրատվամիջոցներ գրում են, թե Վրաստանի մաքսային անցակետերում կանխվել է Հայաստանից ներկրված 22,290 հատ վարդերի ներմուծումը։ Ֆիտոսանիտարական ստուգումից հետո դրանք վերադարձվել են արտահանող երկիր։ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սակայն հերքում է, թե խոսքը Հայաստանից արտահանված ծաղիկների մասին է։ Տեսչական մարմնի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն Ազատությանն ասաց, նման դեպքերում վրացի գործընկերները պարտավոր են պաշտոնապես տեղեկացնել հայկական կողմին, մինչդեռ նման ծանուցում իրենք դեռ չեն ստացել։ Առաջի հերթին, եթե նույնիսկ խնդիրներ են առաջանում, մենք դրան արձագանքել լրատվամիջոցի հրապարակման մակարդակում չենք կարող, քանի դեռ տվյալ երկրից պաշտոնապես տեղեկություն չենք ստացել, որ այսպիսի խնդիր է առաջացել։ Վրաստանի հեղինակավոր բիզնես եւ տնտեսական լրատվամիջոցներից մեկը Business Media Georgian հղում անելով Վրաստանի եկամուտների ծառայությանը գրել է Սադախլո ավտոմոբիլային եւ Նինոցմինդա մաքսային անցակետերում է բուսասանիտարական հսկողություն իրականացվել ու պարզվել, որ ծաղիկները չեն համապատասխանում Վրաստանի բուսասանիտարական պահանջներին։ Մասնավորապես բույսերի վրա հայտնաբերվել են վնասատու միջատներ, ինչի հետևանքով ամբողջ խմբականակը վերադարձվել է արտահանվող երկիր։ Այս լրատվամիջոցը սակայն չի նշում, թե որ երկրից է ներմուծվել վերադարձված ծաղիկների խմբականակը։ Փոխարենը հղում անելով Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությանը գրել է 2026-ի հունվար-մայիս ամիսներին Վրաստանում աճել են ծաղիկների ներմուծման տվյալները։ Ըստ նույն աղբյուրի Վրաստանի ծաղիկների ամենախոշոր մատակարարն Էկվադորն է, երկրորդ տեղում Հայաստանն է, երրորդ տեղում Նիդերլանդները։ Սադախլո, Նինոցմինդա ավտոմոբիլային անցակետերն բավականին իրարից հեռու տարբեր անցակետեր են, որտեղից են այս ինֆորմացիան վերցրել եւ ընդհանուր ինչ-որ թիվ են հրապարակում։ Իդեպ դեպի Վրաստան այս քանակությամբ ծաղիկ մեր միջոցով ամենայն դեպս չի անցել։ Նկատի ունեք Հայաստանի սահմանով։ Այո, Հայաստանի սահմանով այսքան ծաղիկ դեպի այդ երկիր չի անցել եւ այս պահին էլ մենք որ ծաղիկները խնդիր ունեն, սահմանին կանխվել են, ետ են վերադարձվել եւ այլն, նաեւ այդ ինֆորմացիան չունեն։ Ամենայն դեպս եթե ետ են եկել դեպի մեր սահման, որ մեր սահմանում այդ խնդիրը պիտի առաջանա, մենք էլ պիտի տեսնենք։ Որ Վրաստանի սահմանին մի բան այն չէ, օրերս Ազատությանը դիմաց բեռնափոխադրող Ալեքսանն էր պատմել։ Հայկական կոնյակը Վրաստանի սահմանով Լեհաստան տանելիս վրացի մաքսավորներն իր բեռնատարն ուղարկել էին Գեզի մաքսային տերմինալ, 2 օր շարունակ կանգնեցրել, հետո մի քանի շիշ վերցրել փորձաքննության համար ու անգամ դրանց պատասխանին չսպասելով թույլ էին տվել հատել սահմանը։ Խնդիրներ կան, դե հիմա իմ խնդիրը փաստ էր, ինձ հետ էլի մեքենաներ կային, էլի հայկական խմիչք կոյնակով, տարբեր ոգելից խմիչքներով, որոնք տարբեր երկրներ էին գնում, ու բոլորն էլ հայտնվել էին էլի Գեզիում։ Ալեքսանն ու հայկական ալկոհոլային խմիչքներ արտահանող հազարավոր այլ բեռնափոխադրողներ նման իրավիճակի բախվել էին նաև նախորդ տարի։ Դեպի Ռուսաստան ուղևորվող բեռնատարներն օրերով կանգնում էին Գեզի մաքսակետի տերմինալում, մինչ վրացական կողմը ստուգումներ էր իրականացնում։ Վրացական իշխանությունները պնդում էին, որ արտասովոր ոչինչ տեղի չի ունենում ու դրանք սովորական մաքսային ստուգումներ են, մինչդեռ արտահանողները հայտարարում էին, այդ ձգձգումների հետևանքով ֆինանսական վնասներ են կրել եւ չեն կարողացել ժամանակին կատարել իրենց գործընկերների հետ ստանձնած պայմանավորվածությունները։ Ալեքսանի կարծիքով Վրաստանը թե նախորդ տարի եւ թե հիմա փորձելու է խոչընդոտել հայկական արտադրանքն իր տարածքով այլ երկրների շուկաներ հասցնելուն։ Իմ կարծիքով Վրաստանը միշտ խոչընդոտ է լինելու, այսինքն ես չգիտեմ, միգուցե այստեղ ինչ-որ խանդի տեսարան կա։ Այս ուղղությունը դեպի ԵՄ ես հա չեմ տենում ինչ-որ հարցի փրկություն։ Երբևիցե նա չի փոխարինելու ռուսական շուկային։ 2 օր ուշանալուց հետո նրան միայն այսօր է հաջողվել բեռնատարով նավ բարձրանալ, ընդ որում հավելյալ վճարով։ Հավելյալ գումարներով բանով խցկվեցինք։ Հիմա Սևծովի վրա է։ Կառավարության այսօրվա նիստում այս թեման չքննարկվեց, բայց արտահանողներին հատկացվելիք սուբսիդիայի մասին խոսվեց։ Հունիսին Հայաստանից արտահանված հայկական գյուղմթերքի եւ սննդամթերքի համար կառավարությունն արտահանողներին շուրջ 3 միլիարդ 140 միլիոն դրամի աջակցություն կտրամադրի։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը որպես օրինակ ծիրանի արտահանման թվերից խոսեց։ Եթե հունիս ամսվա համար մոտ 3000 տոննա էր, 2950, արդեն
հուլիսի 7-ի դրությամբ 5405 տոննայի ենք հասել։ Էկոնոմիկայի նախարարի խոսքով հունիսին Հայաստանից արտահանվել է 784 տոննա պղպեղ, 200 տոննա լոլիկ, 109 տոննա ելակ, մոտ 3000 տոննա ծիրան, 1400 տոննա կեռաս, 1.5 միլիոն լիտր շշալցված հանքային ջուր եւ 230,000 լիտր շշալցված խաղողի գինի։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ երբ հայկական արտադրանքը մտնի Եվրամիության կամ բարձր ստանդարտներ ունեցող այլ շուկաներ, պետությունը կշարունակի աջակցությունը, փոխհատուցելով նաև մաքսատուրքերը։ Ես կարծում եմ, որ ոնց որ լիզինգի ծրագիրը արեցինք, սա հիմա որոշ ժամանակ անց մոնիտորինգի արդյունքներով մենք իմ կարծիքով այս գործիքները կսարքենք մշտական գործով, ոչ այս չափերով, ոչ այս ապրանքատեսակներով, բայց այն քննարկումները, որ հիմա կա հեռանկար ունեցող արտադրանքի համար, ես վստահ եմ, որ մենք կներկայացնենք մի առաջարկություն, որպեսզի հեռանկար ունեցող արտահանման, հեռանկար ունեցող ապրանքների համար պերմանենտ գործի։ Արդյոք Վրաստանը խոչընդոտում է հայկական, հատկապես փոքր եւ միջին արտահանող ընկերությունների բեռնափոխադրումներն իր տարածքով։ Պետական կառույցները չեն պարզաբանում։ Օրերս էկոնոմիկայի նախարարությունից Ազատությանը հորդորեցին այս հարցով դիմել արտաքին գործերի նախարարություն։ Այնտեղից էլ խոստացան պատասխանել, բայց դեռ արձագանք չկա։